Բարի օր սիրելի երևանցիներ, այս պահին գտնվում ենք Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից գետնանցումում ու այս գետնանցումը շատ անմխիթար վիճակում է գտնվում։ Հիմա ես ցույց կտամ, թե ինչի է վերածվել գետնանցումը, հարային զուգարանի, հարային տուալետի, նաև այստեղ առկա են վտանգներ, մի քանի տեսակի վտանգներ, որ մեր քաղաքացիներին վտանգ է սպառնում, այստեղի օրինակ, տեսեք ինչ է կատարվում, գետնանցման վերևի հատվածը, այստեղ շեշտեր, ամբողջությամբ քանդվել են պատերը, ասեք այս շեշտերը, շատ տգեղ իրավիճակ եմ ցույց տալիս Տիգրան Ավինյան, հիմա կոչ եմ անում ուշադիր նայեք եւ քաղաքապետարանից մի քանի 100 մետրի վրա է գտնվում այս տարածքը, տեսեք այստեղ չեմ կարող հոտը նկարագրել, շատ վատ, պարզ է, այստեղով բոլորը տանցել եք եւ նկատած կլինեք, թե ինչ տհաճ հոտ է այստեղ հանրային զուգարան է, սա մեկ, տեսեք քանդված ամբողջությամբ, տեսեք նաև այստեղից վերևի հատվածից էլ ջուր է կաթում վերևից, հաջորդ անվճար տուալետը հանրային, տեսեք սիրելի քաղաքացիներ, իհարկե դա սարկազմով եմ ասում, անվճար տուալետ, սա տուալետ չէ, սա եկեղեցու հարակից տարածքն է, գետնանցումը, տեսեք ինչի է վերածվել այստեղ, Տիգրան Ավինյան, որ մեծ շինարարություններից եք խոսում, ուշադիր նայեք, մի քանի 100 մետր է քաղաքապետարանի շենքից, այստեղով քայլելով եկեք ու տեսեք այս ամենը, տեսեք այստեղ նաև ժեշտերն են, այստեղ մի գրառման հանդիպեցի, սիրելի քաղաքացիներ իհարկե դուք կարդացեք ես, տեսեք, այստեղ ամբողջությամբ տեսեք ինչ վիճակում է գտնվում, տեսեք, այս քարերը թափման եզրին են, տեսեք, շարժվում են, գնանք ավելի առաջ ցույց կտամ ավելի վտանգավոր, տեսեք ինչ է կատարվում այստեղ, սիրելի քաղաքացիներ, այստեղով քաղաքացին կարող է անցնել ու այստեղ թափել իր գլխին, տեսեք, տեսակ ինչ է կատարվում, այստեղ ամբողջությամբ տել է, տեսեք, նայեք, ամբողջությամբ քաղաքացիների գլխին կարող է սա ընկնել, շատ վտանգավոր է ամբողջությամբ այս տարածքը, այստեղով քաղաքացիները խաչաձև փողոցներով անցնում են, սա մայթ է նաև, տեսեք, նույնը այստեղ է, սիրելի քաղաքացիներ, տեսեք, այստեղով այսա վերևից անձրևաջրերը գալիս են եւ սա թուլացել է, տեսեք, այսպիսի վիճակ է ամբողջ այս գետնանցումը ու քաղաքային իշխանությունները բյուջեներ են դուրս գրում, շատ դեպքերում անիմաստ ծախսեր են կատարում, շատ դեպքերում, բայց տեսեք, այստեղ ինչ կարող եմ ես առաջարկել, սիրելի քաղաքացիներ, այստեղ իհարկե կարելի է եւ պարտավոր են վերանորոգել, իսկ իմ առաջարկը հետեւյալն է, այս տարածքում կարող է լինել փարքինգ, նախատեսված մեր Երևանի կենտրոնը բեռնաթափման համար, տեսեք ինչ տարածք է, որը կառուցելու դեպքում, բարեկարգելու դեպքում կարող է փարքինգ ծառայել, ավտոկայանատեղի, բայց այս քաղաքային իշխանությունը չի կատարում ոչինչ, սա նոր չէ, այստեղով բոլորդ եկել եք եւ տեսել եք, թե ինչքան ժամանակ է այս վիճակում գտնվում, նաեւ մայթի տեսեք այստեղ ամբողջությամբ հանդված այս ժեշտի կտորը, նույնը պատերը այստեղ, տեսեք քաղաքացիներ են այստեղով գնում, տեսեք, եւս մեկ վտանգավոր հիմա հատված ցույց կտամ ձեզ, տեսեք այստեղով դուրս են գալիս եւ քաղաքապետարան են գնում, այդ կողմի վրա է,
Տեսեք, սիրելի քաղաքացիներ, նաև այստեղ է վտանգ ներկայացնում իրեն, տեսեք, այստեղով քաղաքացիներ են գնում եւ այս վերևի հատվածը, տեսեք, ամբողջությամբ վթարային վիճակում է սա գտնվում եւ քաղաքացիների կյանքին կարող է վտանգ սպառնալ, ամբողջությամբ քանդվում է, հիմա ես չեմ ուզում, ձեռքով եթե կպտում ենք, ինքը այս վերևի ամբողջ շերտը իջնում է գետին, ընկնում է, ցանկացած պահի, ցանկացած երեխայի, փոքրիկի, այստեղ ծնողի հետ կարող է ընկնել այդ փոքրիկի գլխին, բայց լավ կլներ Տիգրան Ավինյանը այստեղով անցներ եւ մի քար ոչ թե գլխին, այլ դիմացը գոնե լավ ընկներ։ Մի քիչ մազոխիստական չասեմ, դիմացը ընկներ, որ գոնե հասկանար ինչ կարող է լինել մնացած քաղաքացիների հանդեպ։ Հիմա նաեւ ցույց կտամ աստիճանների վիճակը։ Տիգրան Ավինյան, դուք ուշադիր հետևեք իմ լայվին, որ ստեղ պիտի կառուցեք։ Նայեք, աստիճաններն էլ դասավորվածությունը ամբողջությունից շարքից դուրս է եկած վիճակում է գտնվում, շեղված են, այստեղ նաև սալերը, թեքությունները։ Ամենայն հարգանքով մեր հերոսների նկարներն են այստեղ նկարել, բայց Տիգրան Ավինյան, այս նկարները իհարկե խոնարհվում եմ այս մեր հերոսների առաջ, բայց հարիր չէ այստեղ մեր քաղաքացիների համար այս Երևանի կենտրոնը, այսպեսին չպետք է լինի Երևանը, դուք պարտավոր եք բյուջեում, չնախատեսված բյուջեում ավելացնել, չգիտեմ խնայողությունների հաշվին կլինի եւ այս գետնանցումը վերանորոգել եւ ես առաջարկում եմ նաեւ այստեղ տակը ավտոկայանատեղի կառուցել, որը կթեթևացնի Երևանի բեռնաթափումը եւ որոշակի կարմիր գծեր հեռացնել Երևանի կենտրոնի փողոցներից, այնտեղից հանել կարմիր գծերը եւ այստեղ պարքինգ կառուցել, սա մեկ, տեղը ցույց եմ տալիս հիմա, չասեք ինչի, տեսեք ինչ լավ տարածք է այստեղ պարքինգի, ճանապարհները ամբողջությամբ կամ ուղակի պիտի վերանորոգվի այս ամբողջը ու պարքինգ։ Այո, որ ասում եք գումար չունենք, առաջարկ հայտարարեք տենդեր մրցույթ, գործարարները մեր սիրելի կգան, կմասնակցեն, կվերցնեն ավտոկայանատեղի կսարքեն, տեսել եք օպերայի պարքինգն էլ կա, բայց գինը ցածր պետք է լինի կարմիր գծերից պարքինգներում։ Իրանց հարկերը, որ իրանց աշխատակիցները չնայած սա դրանցից են, որ այս գոզարոտի, այս ամեն ինչին, ասենք, ամեն օր գնում են, բերերի վենանում գալիս են, բերերի մի արեք, գնացեք, բերի, շերեք, սաղ, կերեք, խմեք, գնացեք, նստեք Ավինյանի հետ, ոչ եմ, տվեք Ավինյան։ Ասենք Ավինյանը պիտի ոտով մանգա, մորացել է Ավինյանը, որ այն ժամանակ ինքս քստիկներով չէր մանդալու։ Հիմա ես նաև առաջարկում եմ, որ Տիգրան Ավինյան քաղաքացի է եւ ձեզ առաջարկում եմ, որ դուք մեքենան թողեք եւ այստեղ այցելեք։ Այո, ամբողջ թիմով, որ գնում եք մանկապարտեզներ եք բացում։ Եք վարքյան Տիգրան Ավինյան է, որ շքախմբով գնում եք գովազդեկանը մանկապարտեզ եք, այդ տուն շքախմբով առաջարկում եմ այստեղ գալ եւ այդ իմ առաջարկը ներկայացնել այստեղի ավտոկայանատեղի եւ կառուցել այս ամբողջը եւ հանրային տուալետը դարձրած վերացնել այս հանրային տուալետը այստեղից։ Իր հետն էլ ասում է խոսքի օրինակ օպելի վարորդ կամ եսի ոնց ավելի լավ է օպելի վարորդներ լինեն։ Չեմ խոսքի օրինակ ասենք այս վիճակը Պարսիկու եսիմ ինչ սենց անցնում է քթերը փագած Պարսիկ ազգը ամոթ արադուտի Ավինյան ես պրոստ ուղղակի հաճույք ստացա դրա համար կանոնել եմ մեր եղբայրներին Մենք ավականո անդամներ ենք ավականո անդամներ ենք մեր Հայաստանից Ես հաճույք ստացա որ ասեմ խոսքի օրինակ այս վիճակը այս մթնոլորտը մարդիկ ուզում են վերականգնել դրա համար էլ ես խոսում եմ չնայած ոչ մի բան ձեր վրա չի ազդում դուք մենակ ուզում եք էլեկտրական ավտո քշեք էլեկտրական
կառավատների վրա ձեր ընտանիքներին վայել։ Որ իրանց պարկինգը անվճար է։ Վերջացա։ Ձեզ շնորհակալ ենք։ Ես էլ եմ շնորհակալ։ Մենք հետևողական ենք լինելու, որ այս իշխանությունը չկատարելու դեպքում իհարկե բոլոր տեղերը ձախողել են, իրանց պիտի հեռացնենք։ Այս իշխանությունները պիտի հեռանան, որովհետև չեն կարողանում ոչ մի տեղ կառավարել։ Միանշանակ նույն այսօր ես էլի TikTok-ով նայում եմ, Գյումրիում մի հատ բանվոր մարդ Խոփանից եկել է, Գյումրիի քաղաքապետ է սրվում, դեբիլ ոչխար, անդրագետ ոչխար, քաղաքապետ ընտրվելու համար մեր եղբայրը ճիշտ ասեց, ոչ թե գնացեք մանգապարտեզ, դպրոց, եսիմինչ կառուցեք, չնայած դուք չեք կառուցում, դուք քանդում եք։ Եկեք այս անցումները, այս ամեն ինչը, այն էլ եկեղեցու մոտ չես ամաչում, Ավինյան, դու պրոստը ամաչի, այդքան մի հատ բան։ Մեկ էլ չենք ասում Նիկոլը, դե պարզա Նիկոլը դարելա սեմուշկա, չրտեք գցել ենք այն կոմի վրա։ Պրծավ, Նիկոլը պրծավ, հիմա դու եթե ուզում ես, մի հատ էլ ասում էիք Տարոն Մարգարյանը քթի տակի կոմայգին, որ շնություն էր տիրում, քթի տակի, վերացրեց այդ ամեն ինչը, շնորհք լինի իրան, ողորմի իրա պապային, Այս իշխանությունը ԿՊ նաև ոչ թե Տարոն Մարգարյանի կառուցած այգին, այլ Միքայել Վարդանյանի, հա, Վարդանյաններ ընտանիքի բարեգործության Grand Holding-ն է այդ այգին իրականը ֆինանսավորել, որը Նիկոլի իշխանությունը սպայի ներկայացուցիչները դեմ էին ու քանդում էին այդ այգին, իսկ հիմա իրանք միշման ժամերին մեծ հաճույքով դուրս են գալիս այդ այգին եւ վայելում, բայց դեմ էին իրանք, որ այդ այգին կառուցվի։ Ինչի համար էին դեմ, որ մեր երկիրը քանդեն, եղբայր ջան, հարազատ ջան, համակարգացի ջան, հայ ջան, ոնց ասեն, ցավը տան։ Մենք էլ արդեն ոչ թե հոգնել են, իրանք այդքան ի վիճակի չեն, որ ասենք մեզ հոգնածնեն։ Ուղղակի մենք գիտեք ոնց ասենք, բարից բուն իմաստով զզվել են, ում ուզում եք խոսցրեք։ 50 հոգի թող մարդն անցնում է, սենց էլ շատ։ 50 հոգու կանգնասեք, եթե երկու հոգին պաշտպան լինեն իրենց կողմից լինեն, ես կգնամ Տիգրան Ալթունյանի ոչ թե սենյակում, այլ քաղաքապետարանի աստիճանների մոտ ես ներողություն։ Շնորհակալ ենք ձեզ։ Սիրելի քաղաքացիներ, մեր քաղաքացին ճիշտ են ասում, որ միայն շահեր ունեցող քաղաքացիներն են այս պայն իշխանության կողքին կանգնած, ովքեր ֆինանսական, տենդերային կամ նման բարեկամական կապեր ունեն իշխանության ապարատում, մնացած քաղաքացիները իրենց չեն ընդունում, քանի որ տեսել են իրենց ապաշնոր 7 տարվա կառավարումը, չխորանամ մնացած հանձնումները քաղաքային թեման աշխարհաքաղաքական չդարձնելով, բոլորը տեղյակ եք Նիկոլ Փաշինյանից սկսած, թե մեր երկիրը անվտանգային առումով, թե տնտեսական առումով որտեղ է հասցրել, այս պահին Սյունիքի հետ կապված, բոլորը տեղյակ եք, այս պահին ուղղակի անդրադառնում ենք մեր եկեղեցու Արաքից, Սուրբ Սարգիս եկեղեցու Արաքից գետնանցմանը, որը բարձի թողի վիճակում է թողել այս իշխանությունը եւ որպես ավականու անդամ առաջարկը ներկայացնում եմ եւ Տիգրան Ավինյան, ես վստահ եմ ձեզ հասնում է իմ լայվերը, այստեղ պետք է կառուցվի ավտոկայանատեղի։ Եթե գումար չունեք, շատ գումար կա բյուջեում, առաջարկում եմ գործարարներին առաջարկել այստեղ ժամտրվի գործարարներին, գումարը կդնեն գործարարները, կբարեկարգեն, դա ձեր պատասխանատվությունն է, որ դուք պետք է անմիջապես կազմակերպեք դա, եթե ոչ, անմիջապես քաղաքային բյուջեից սա վերանորոգեք, այստեղ վերացրեք այս զուգարանը եւ քանդված այս ամբողջ քանդվածը, որը ցույց տվեցի, թե ինչքան է վտանգ է սպառնում մեր քաղաքացիներին, ցույց տվեցի նաեւ, որ պոկվում են վերևից սալերից կտորներ եւ կարող են ընկնել մեր քաղաքացիների գլխին, հանձինս երեխաների գլխին, որ ծնողների հետ քայլում են այստեղով։ Լավ եղեք, սիրելի քաղաքացիներ։ Գծված կայանատեղին, գծված եկեք։